Դե տեսեք, որոշ ներքաղաքական շրջանակներին այս ամեն ինչը ձեռնտու չէ, որովհետև այս ամեն ինչի արդյունքում ամրապնդվելու է կայունությունը, ամրապնդվելու է այն գաղափարը, որ խաղաղության օրակարգը ինքը շատ լուրջ բան է եւ ինքը առաջ է գնում, որ ըստ էության իշխանությունները այս առումով կարելի ասել հաջողել են որոշակիորեն առնվազն. Եվ դա հանգեցնում է նրան, որ ընդհանուր առմամբ իշխանությունների դիրքերը, նրանց, այսպես ասած, օրակարգը ավելի ամրապնդվում է։ Բնականաբար դա նրանց ձեռնտու չէ, որովհետև այդ որոշակի շրջանակների միակ նպատակը, եւ իրենք հայտարարել են, այնպես չի, որ ես ուղղակի այսպես իմ տեսակետն եմ, այստեղ ներկայացնում։ Դա հայտարարել է։ Այս միակ նպատակը չէ, ի սկզբանե եղել է հետեւյալը, այնպես անել, որ այս իշխանությունները չլինեն իշխանություն։ Բոլոր տեսակի մեթոդները շատ-շատերը ներկայացուցիչներից, այդ շրջանակների, այսպես ասած, խոսնակներից, այսպես ասենք, նաև ոչ ֆորմալ խոսնակներից, մարդիկ, որոնք, այսպես ասենք, կարծիք ձևավորող են, չէ, նաև եւ իրենց են հարում, օրինակ, որոշները նույնիսկ բաց տեքստով են ասել, որ բոլոր տեսակի մեթոդները, բոլոր ընդունելի են դրա համար։